Երևանի ավականու ընտրություններին մասնակցող Առաքելություն կուսակցության ցուցակի առաջին համարը Մեսրոպ Առաքելյանը, ով մնացած տեխնացուներից տարբերվում է առաջին հերթին իր բարձր հասակով, վերջինիս հասակը 2 մետր է, Քարոզ Արշավը գնահատում է լավ։ Սկսած առաջին օրվանից ունենում ենք բակային հանդիպումներ, երեկվա դրությամբ արդեն Երևանի 12 համայնքներից 9 համայնքներ ենք այցելել։ Ներկայացնում ենք մեր քարոզչական նյութերը, զրուցում ենք բնակիչների հետ։ Արձագանքը օրեցօր արդեն ավելի լավ է մեր կուսակցության նկատմամբ, քանի որ արդեն կա եւ ինֆորմացիա մեր կուսակցության գործունեության, ինչպես նաեւ ավականու ընտրություններում մեր ծրագրերի վերաբերյալ։ Մեսրոպ Առաքելյանը դատապարտում է 3 ՀԱԿ երիտասարդների նկատմամբ դրսևորած բռնությունը։ Մեր կուսակցությունը դատապարտում է 3 հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ գործադրած հերթական բռնությունը։ Ցավոք նաեւ այս ընտրությունների քարոզչության ընթացքում նույնպես ականատես ենք լինում նման երևույթների ու մենք հանրապետական կուսակցությունից պահանջում ենք ուղղակի հայտարարություններ անելու փոխարեն վերահսկել իրենց տեղական կառույցների գործունեությունը հետագա դեպքերից խուսափելու համար։ Առաքելություն կուսակցությունը մնացած բոլոր քաղաքական ուժերին համարում է մրցակից, սակայն չի առանձնացնում անձերին եւ կուսակցություններին։ Մենք չենք մրցակցում անձերի եւ կուսակցությունների դեմ, մենք ներկայացնում ենք մեր ծրագրերը եւ գալիս ենք մեր ծրագրերը իրականացնելու։ Եթե կլինեն կուսակցություններ, ովքեր ավականու կազմում մեր ծրագրերը կընդունեն եւ մեր հետ կհամագործակցեն, մենք կհամագործակցենք հակառակ պարագայում, նաեւ ավականու կազմում կմրցակցենք այդ կուսակցությունների դեմ։ Առաքելություն կուսակցության ծրագրային կարևոր նպատակներից է հանրային տրանսպորտը։ Մեսրոպ Առաքելյանը տրանսպորտային համակարգի փոփոխության իր առաջարկն ունի։ Նա առաջարկում է որակյալ միկրոավտոբուսներ ներմուծել Եվրոպայից։ Օվսաննա Մնացականյան, Արման Գրիգորյան, Սլաքեյ։